Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն ունի եկեղեցականների վերաբերյալ հայտարարությունների ապացույցները, եկեղեցի կառավարություն հայտարարությունների մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Վարչապետը նաև պարզաբանել է, ինչու է հարցը բարձրացնում հենց հիմա, չէ որ վաղուց հանրության լայն շրջանակում տեղյակ էին խնդիրներից։ Իսկ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել էր, որ Մայրաթոռին պատերազմ չի հայտարարել, նաև բերել էր գիրքը, որտեղ կանոնները հստակ սահմանված էին։ Հարցին արդյոք այս ամենը կհանգեցնի բախումների, Նիկոլ Փաշինյանը թեման անհետ է համարել։ Ես երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, ինչի մասին այսօր ասում եմ, որովհետև դե մտածել եմ մանավանդ այսօր մամուլում ինչի մասին ասես, ինչ ասես գրում են, եւ ես չեմ մտածել, որ դա նման բան ընդհանրապես հնարավոր է, որքան էլ դա միամիտ հնչի։ Եվ պիտի ասեմ նաև, որ իմ լրագրողական գործունեության ընթացքում էլ ես չգիտեմ ինչպես է դա պատահել, բայց ես այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ համար մի բան է խոսակցությունը, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան, եւ բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը։ Երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրան չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բա ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլի եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ, 2020 թվականի հրատարակության Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիրք հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Հայաստանը կկասեցնի ցանկացածի իր ձևով որևէ հարց լուծել է, վարչապետն է հայտարարել անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած խուզարկությանը։ Փաշինյանն ասել է, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունն արժանացել է համաժեք գնահատականի։ Հարցին ով ասի, որ եկեղեցու կողքին է կանգնած արժանանալու են նույն ճակատագրին, Փաշինյանը պատասխանել է, ով ասի, եթե քաղաքական գործիչներն ու ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու են։ Նշեմ, որ խոսքը հարցազրույցի մասին է, որտեղ գործարար
գործարարը հայտարարել էր մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևերով ենք մասնակցելու այս ամեն ինչին։ Փորձեր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պտտվի տես բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի տես բան ասի, որովհետև գիտեք Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքի մասնակցելու իրավունք, բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Այսինքն Կարապետյանը ուղղակի ասաց, որ ես կլինեմ եկեղեցու կողքին։ Կարապետյանը, գիտեք ինչ, եկեղեցու եւ ով այդպիսի բան ասի պետք է Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատական։ Ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ իմիջայլոց մեզ մեղադրում է եւ մարզային այցերում էլ այդ մեղադրանքը հաճախ են նշում։ Մեր երկրում ցավոք շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ, նրանք ովքեր կփորձեն կամ կշփոթվեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերանները։ Սամվել Կարապետյանի ակտիվացումը վարչապետն ուղիղ կապում է իր հանձնարարականի հետ։ Մեկ ամիս ժամկետով կառավարության անդամներին տվել էր հանձնարարական, որ հեծի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Մեկ ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեին, կամ հեծը պետք էր ազգայնացվեր, այսինքն պետականացվեր։ Այժմ մասնագետներն ու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը քննարկում են հեծն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողով բերելու հարցը, ասել է վարչապետը։ Տվել է հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, եւ ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման, որովհետև կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեծին հստակ ուղերձ տվել էին, որ տեսեք, եկեք կամ հստակ հաշվարկում ենք ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, պետական եւ մասնավոր կազմակերպություններին, որովհետև որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ համատարած ինձ առաջ ուղիղ հարց են տնում, ասում են հոսանքը անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք վառվել է, մի հատ սառնան էինք առել վառվել է, հեռուստացություն էինք վառվել է, ով է դրա պատասխանը տալու։ Երբ որ դա մեկ դեպք է, երկու դեպք է, երեք դեպք է, դա ուրիշ իրավիճակ է։ Ես Լոռու մարզում այց եմ կատարել, Լոռու մարզի իմ այցի ժամանակ ես ուր մտել եմ հոսանք չի եղել։ Ուր մտել եմ կամ եղել է անջատվել է։ Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, հյուրանոց կլինի, մասնավոր հիմնարկ կլինի, համայնքային հիմնարկ կլինի։ Սա անհանդուրժելի վիճակ է եւ ասում եմ, եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով նախկին սեփականատերերի համար ընդհանրապես ծխածածկույթ է։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանին ազատելու որոշմանը։ Վարչապետը պատասխանել է հարցին, արդյոք ազատումը կապ ունի Սամվել Կարապետյանի տանն իրականացվող գործընթացների եւ եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունների հետ։ Արմեն Աբազյանը վարչապետության ամենաերկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը
եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ այս 4 ավելի մի րոպե 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Իմ նշած հանգամանքների հետ կապ չունի։ Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարդապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է Թուրքիա մեկնելու Ադրբեջանի հետ խաղաղության եւ այդ երկրում պահվող գերիների մասին, պատասխանել հարցին, արդյոք ձգձգումը չի նշանակում, որ այդ երկիրը խաղաղություն չի ուզում։ Այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Գերիների մասով էլ գիտեք, բոլոր հարցերով մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նայած այդ օրը ինչ հնարավորություններ եւ ինչ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Սամվել Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանն է հայտնել։ Նաև ասել է, որ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։ Կարապետյանին քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան խափանման միջոցի հարցը քննելու։ Քննչական կոմիտեի բակում հավաքվածները Սամվել Կարապետյանին ողջունել են ծափահարություններով, այնուհետև իրենք եւս երթով ուղևորվել են դատարանի շենք։ Դատարանի բակում էին նաև հոգևորականները, նրանց թվում էր նաև Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Nersisyan-ը։ Ես այստեղ եմ նաև, որ բերեմ, փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայ ազգը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր, Ուրախ էր Փաշինյանը մինչև 3 նաև։ Պետականամետ, որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով եւ այսօր էլ շարունակում է իրականացնել։ Եկեղեցին բազմիցս իր հայտարարություններով արտահայտել է իր կեցվածքը, իր վերաբերմունքը, իր մոտեցումը ժողովրդի ազգի հայրենիքի պետության շահերին։ Եվ դա այդ հայտարարությունները գրված են, հրատարակված են քաղցրած։ Հիմա կրկնել իմաստը որն է։ Հիշեցնեմ, գիշերը խուզարկություններ էին իրականացվել գործարարի Երևանյան առանձնատանը։ Ավելի ուշ Կարապետյանը դուրս էր եկել տնից եւ իրավապահների հետ հեռացել։ Հեռանալիս Կարապետյանն աջակիցներին դարձյալ ասել է, որ եկեղեցու ժողովրդի կողքին է։ Ասելիքս նույնն է։ Ես մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնեն ոչ մի էլեկտրական ցանց, թքածուն եմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է, իրանք հասկանալու են, որ Անուն ես ասելու 5 տարի ամեն օր ինձ տենում ես։ իրանք հասկանալու են, որ սխալվեց։
Խորհրդարանում քարորյան շարունակվել է, ազգային արժեքներից է խոսել Ռուբեն Ռուբինյանը։ Ազգային ժողովի փոխնախագահն ասել է, եկեղեցին անառարկելիորեն ազգային արժեք է եւ նորմալ է արդյոք, որ այդ արժեքի գլուխը դժժել է կուսակրոնության ուխտը։ Ռուբինյանը մեջբերել է ժուրնալիստների միության նախագահի հայտարարությունը, նաեւ խոսել հեծի մասին։ Կարդացի Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ իդեպ ժուրնալիստների միությունը եւս մեկ սրբություն է։ Նախագահ Սաթիկ Սերյանյանի մի գրառում գրել է ինչ վերաբերում է հեծին, տարիներ շարունակ այդ կենտրոնները, այդ թվում եւ թուրքական եւ արևմտյան կոնկրետ աշխատում են դրա դեմ այն պահից, երբ այն ձեռք բերեց Սամվել Կարապետյանը հայ գործարարը։ Ուստեղ պարոն Մինասյան, որ դուք ասում եք մենք պետք է միավորվենք ազգային արժեքների շուրջ։ Ախր խնդիրը հետեւյալն է։ Մեր համար ազգային արժեքները իրական են, դա մեր պետականությունն է, մեր լեզուն է, մեր ազգային առանձնահատկություններն են, մեր ազգային շահերն են եւ այսպես շարունակ։ Ձեր համար, ձեր նկատում անձամբ ձեր քաղաքական հոսանքի համար ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, ձեր թիմակիցների զավթած կառույցներն են ու ամեն ինչ ինչ որ դուք անում եք, անունը դնում եք ազգային արժեք ու մի հատ մարդ հարց է բարձրացնում, լավ, այս կառույցում ամեն ինչ նորմալ, ասում եք, բան, ձեռքները հեռու մեր սրբություններից։ Ո՞րն է ազգային արժեք, հարցնում եմ, հիմա եթե հայ առաքելական եկեղեցին անառարկելիորեն ազգային արժեք է, մեր համար նորմալ է, որ մեր ազգային արժեքի գլուխը ըստ այդ ազգային արժեքի կանոնադրությամբ պիտի լինի կուսակրոն, բայց ինքը կուսակրոն չի, սա նորմալ է։ Այսինքն ինչի շուրջ պետք է մենք միավորվենք, որ ազգային նիվարկյան, կեղծիքը հայկական ազգային արժեք, հա, ոչ, կեղծիքը հայկական ազգային արժեք չի, մենք չենք կարող միավորվել կեղծիքի շուրջ։ Հույդա կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ ելույթի ընթացքում խոսելով հոգևորականների մասին հայտարարություններից մեջ բերել է հայրմերը, ապա խաչակնքվել։ Վահագն Ալեքսանյանը տեղից մեկնաբանել է, թե Քոչարյանը կարող է պատժել խաչակնքվելու համար։ Դուք պարզապես սխալ չեք գործել, դուք գիտակցաբար եք երկիրը հասցրել այս վիճակի, եւ վերջում, դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են ու գալու են իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն։ Լրություն դալիճուն, լրություն, չի կարելի, լրություն դալիճուն, լրություն, դաշինքից առնվազն մեկը գիդի հայրմերը, մի մասը առնվազն գիդի, մի բան արեք։ Փողոցային պայքարն ինքնանպատակ չէ, պետք է հասկանալ արդյոք թիրախային արդյունք կարող է լինել թե ոչ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորը խոսել է իրենց քայլերից, չի համաձայնել դիտարկումներին, թե ոչինչ չեն անում։ Պատգամավորն ասել է, որ խորհրդարանական պայքարը ենթադրում է նաև հարց ու պատասխաններ։ Արթուր Խաչատրյանը խոսել է նաև վարչապետի Թուրքիայից։ Այս մարդիկ բանակցությունների նկատմամբ խիստ յուրահատուկ մոտեցում ունեն, իրենց համար կամ-կամի տարբերակն է, հասկան, զրո գումարով խաղում է, կամ զիջում ես, կամ ամբողջովին հասնում ես քո նպատակին, ինչի մասին իդեպ անթափույց խոսեց Արարատ Միրզոյանը ազնաժողովում քննարկման ժամանակ, ասես դե բանակցություններ, հա, վերջապես կողմերից մեկը պետք է զիջի, փողզիջում իրանք չեն հասկանում, եւ եթե չեն կարողանում դիմացինին Թուրքիայում կամ Ադրբեջանում բանակցություններով պարտադրել իրենց լուծումը, ինչը ակներևաբար չեն կարողանում, ուրեմն ասում են բնական տարբերակը ամբողջովին անձնատվության գնալն է։ Անհետ կորած ինձարայողների հարազատները բողոքի ակցիային անցկացրել կառավարության մոտ հստակ բացատրություն են պահանջել վարչապետից ԱԱԾ տնօրենի ազատվելու հարցով։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Աբազյանը ներգրաված էր բանակցություններում եւ կարծես դրական շարժ կար։ Միակ պաշտոնյան էր, որն իրենց ընդունում էր եւ քաղաքական խաղերի պատճառով հեռացնում են մի մարդու, որը զբաղվում էր իրենց կորած հարազատների հավանական վերադարձի հարցով։ Ավելի ուշ նրանք գնացել են նաեւ ազգային ժողով։ Վարչապետն արձագանքել է հարց ու պատասխանի ժամանակ, նշել, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել եւ չեր էլ կարող փոխել, որովհետեւ ի վերջո կա ինստիտուցիոնալ կառույց եւ մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում, ասել է Փաշինյանը։
ուզում են մի քայլ անին, բացահայտին, անհայտների հարցը լուծին, բայց ոչ մի բան չեն անում։ Դիմը արդեն մնաց օդի մեջ, չէ՞, եթե ասենք Աբազյան դուրս գա, արդեն մնում է օդի մեջ։ Փետրվարի 7-ի հանդիպումից հետո ադրբեջանական կողմի հետ այլ հանդիպում եւս եղել է, տեղյակ եք։ Չէ, դրանից հետո այս ամսի վերջին պետք է լիներ, դիմը արդեն բան չանի։ Այստեղ ձեր պահանջը Նիկոլ Փաշինյանից ո՞րն է։ Մեր երեխեքը մեկ էլ Աբազյանի, որ հրաժարական չտա, չազատվի։ Այստեղ հավաքվել ենք, որպեսզի պահանջենք Նիկոլ Փաշինյանը մեզ պատասխան տա ինչի համար է ազատել ազգային անվտանգության պետին։ Աբազյանը միակ մարդն էր, ով մեր առջև դուռը բացում էր, միակ կառույցն էր, ով մեր հարցերին պատասխան էր տալիս, միակ մարդն էր, ով սպառիչ պատասխաններ ուներ։ Աբազյանը հասավ նաև նրան, որ մի քանի ամիսներ առաջ, չեմ հիշում կոնկրետ երբ, սահմանին հանդիպում ունեցավ Ադրբեջանի թե Թուրքիայի, չգիտեմ, աշխատակիցներից մեկի հետ։ Ու հիմա երբ որ հասել ենք այն կետին, որ պետքա սպառիչ մեզ ինչ-որ պատասխան տան տղաների մասին, Նիկոլ Փաշինյանը գործից ազատում է Աբազյանին։ Ուզում ենք հասկանանք ինչի։ Այդ բանակցությունները վարվել են 5 տարի շարունակ պարոն Աբազյանի կողմից եւ եկել են տրամաբանական ինչ-որ մի կետի, որից հետո հարազատներս մեծ հույսեր էինք կապում որևէ կերպ որևէ լուր իմանալ մեր անհետ կորած հարազատի մասին, սակայն այս կետում ինչ որ մի քմահաճույքով ինչ որ մի քաղաքական պատվեր չկատարելու պատճառաբանությամբ ազատել մարդուն, որ այդ կարևոր առաքելության վրա էր, ընդունելի չենք համարում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին իր հիմնական լիազորությունները հանձնել է Հեղափոխական պահապանների գերագույն խորհրդին։ Չնայած Իրանը պաշտոնապես պատերազմական դրություն չի հայտարարել, սակայն դատական համակարգի պաշտոնատար անձինք հաստատել են, որ երկիրը փաստացի գործում է արտակարգ պայմաններում։ Լիազորությունների փոխանցումը դիտվում է որպես նախազգուշական միջոց, նրա սպանության դեպքում հրամանատարության շարունակականությունն ապահովելու համար։ Իրանի շուրջ զարգացումներ ու միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Իսրայելում ավելի քան 800 մարդ է տուժել Իրանի հրթիռակոծությունների հետևանքով։ Այս մասին հաղորդել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։ 804 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 8 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, 41 մարդ միջին ծանրության, իսկ 755 մարդ թեթև վնասվածքներ, ասվում է հայտարարությունում։ Բացի այդ, Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտության սրման պատճառով Իսրայելում շուրջ 3800 մարդ ստիպված է եղել տարհանվել իրենց տներից։ Նշվում է նաև, որ զոհերի մասին տվյալները հունիսի 16-ից չեն փոփոխվել, նրանց թիվը կազմում է 24։ Թեհրանի վրայով անցավ տորնադո։ Իշխանության խորհրդանիշները ռմբակոծվում եւ ոչնչացվում են հեռարձակման շենքից, մինչդեռ բնակիչների բազմությունը փախչում է։ Այս մասին X-ում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Ահա թե ինչպես են փլուզվում բռնապետությունները, նշել է Կացը։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելը շարունակել է Թեհրանին հարվածներ հասցնել։ Օրերս այն հարվածել էր Իրանի պետական հեռուստատեսության շենքին։ Հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղ եթերում։ Հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել էր։ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները քննարկել են բանակցությունների միջոցով իսրայելա-պաղեստինյան հակամարտության քաղաքական կարգավորման կարևորությունը։ Այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի նախագահ կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 17-ին։ Ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնությունն անարգել Գազա հասցնելու, բոլոր պատանդներին ազատ արձակելու եւ մշտական հիմունքներով անհապաղ կրակը դադարեցնելու կարևորությունը։ Մեծ յոթնյակի պետություն ղեկավարները քննարկել են Իսրայելի հակամարտությունները Գազայի հատվածում, պաղեստինյան Համաս արմատական խմբավորման, ինչպես նաև Իրանի հետ։ Կանադայի վարչապետը մեջբերումներ է արել G7-ի հունիսի 16-ի հրապարակված հայտարարությունից, որի համաձայն Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորումը պետք է հանգեցնի տարածաշրջանի լարվածության թուլացման։ Ի դեպ, Կանադայում անցկացվող գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի առարկությունների պատճառով մեծ յոթնյակը չի համաձայնեցրել Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր հայտարարությունը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Ղեկավարները համաձայնության են եկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու մասին։ Այդ առնչությամբ վարչապետները համաձայնել են նոր դեսպաններ նշանակել Օտավայում եւ Նյու Դելիում։ Կողմերը նաև քննարկել են տեխնոլոգիաների, թվային անցման, սննդային անվտանգության եւ կարևոր հանքանյութերի ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Հնդկաստանի եւ Կանադայի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի սեպտեմբերին սկսված դիվանագիտական վեճերից հետո, երբ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն Հնդկաստանի կառավարությանը մեղադրեց Նիջարի սպանությանը մասնակցության մեջ։ Այդ միջադեպը հանգեցրեց դիվանագետների փոխադարձ արտաքսման եւ սաստկացրեց երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է 2027 թվականից ընդմիշտ հրաժարվել ռուսական գազից։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ուսումնասիրել էր Ռուսաստանից վառելիքի ամբողջապես հրաժարվելու առաջարկները։ Այսօր մենք ուրվագծեցինք մեր առաջարկը մինչև 2027 թվականի վերջը արգելել ռուսական գազի ներմուծումը։ Եվրոպան արդեն զգալիորեն նվազեցրել է իր կախվածությունը։ Հիմա մենք ընդմիշտ փակում ենք գազի ծորակը։ Ռուսաստանը այլևս չի կարողանա էներգիան որպես զենք օգտագործել մեր դեմ, գրել է Կայա Կալասը X սոցիալական ցանցում։ Հունիսի 17-ին Եվրամիության էներգետիկայի հանձնակատարը Եվրահանձնաժողովին ներկայացրել է Ռուսաստանից վառելիքների, այդ թվում բնական գազի եւ հեղուկացված բնական գազի փուլային հրաժարման առաջարկներ։ Այս նպատակին հասնելու համար Եվրամիությունը կարող է օգտագործել նոր օրենսդրություն, այլ ոչ թե պատժամիջոցներ։ Առաջարկի համաձայն գործող կարճաժամկետ պայմանագրերը պետք է դադարեցվեն մինչև 2026 թվականի հունիսի կեսերը, իսկ երկարաժամկետ պայմանագրերը մինչև 2027 թվականի վերջը։ Մինսկում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Բելարուսի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը։ Զաքիր Հասանովը եւ Վիկտոր Խրենինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներ եւ այլն։ Այցի ընթացքում Հասանովը այցելել է նաեւ Բելարուսի զինված ուժերի ռազմական ակադեմիայի գլխավոր շտաբի ֆակուլտետ։ Եվ եղանակ հանրապետության տարածքում վաղը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էլ շարունակում է բարձրանալ։ Այսքան օրվա հիմնական թեմային շուրջ վերլուծական հաղորդումը թողարկումից անմիջապես հետո է, բաց չթողնեք։ Հաջողություն։